Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Շնորհակալություն հարգելի փոխխոսնակ, սիրելի գործընկերներ, այն ինչի մասին այսօր ուզում եի խոսեի, փաստորեն իմ գործընկերները այդ հարցերը բարձրացրեցին եւ եւս մեկ անգամ հաստատեցին, որ նման երևույթ կա։ Ինչ է կատարվում, ուրեմն մեր փառահեղ ընդդիմությունը շրջան առ շրջան, մարզ առ մարզ, Երևան քաղաքի թաղամաս առ թաղամաս շրջում է եւ մարդկանց լուրջ դեմքով համոզում է, որ հունիսի 7-ից հետո այլևս չի լինելու ոչ առողջության ապահովագրությունը եւ ոչ էլ կենսաթոշակների այս 10,000 դրամով բարձրացումը, այսինքն դրանք չեղարկվելու են։ Ես այստեղ նախ ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ երկուսն էլ անշրջելի իրողություն են։ Եվ այո, այստեղ կա մեր մեղքը, որովհետև եթե 5 տարի շարունակ մենք այստեղ թուրք դավաճան դիսկուրսից դուրս եկած եւ կառուցողական քննարկումներ ունեցած լինեինք, մեր քաղաքացիները շատ լավ կիմանային ինչպես են ընդունվում օրենքները, որոշումները, ինչն է հնարավոր չեղարկել, ինչը հնարավոր չի չեղարկել։ Եվ այո, այստեղ մենք մեղավոր ենք, որ մեր քաղաքացիները իրոք հավատացել են եւ իրոք անհանգստացել են։ Քաղաքացիներ կան, որ դիմում են, քանի որ առողջության ապահովագրության շրջանակներում քաղցկեղի բուժման համար պետությունը տարեկան կտրվածքով տրամադրում է 1,200,000 դրամ քիմիոթերապիայի եւ քաղցկեղի բուժման դեղամիջոցների համար, գիտեն մարդիկ, որ դա այլևս հունիսի 7-ից չի լինելու։ Չկա նման բան, ամեն ինչ լինելու է, թե կենսաթոշակը եւ թե առողջության ապահովագրությունը մենք հանձնառու ենք միայն բարելավել եւ միայն էլ ավելի շատ շերտեր ներգրավել այս հրաշալի բարեփոխումների մեջ։ Էնպես որ սիրելի քաղաքացիներ, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, այլ հարց է, եթե այդ ընդդիմությունը ձեզ նախապատրաստում է, որ ինքն է իշխանության գալուց հետո չեղարկելու եւ փորձում է ձեզ հոգեբանորեն պատրաստել։ Ուզում եմ ասել, որ դա էլ չի լինելու։ Էնպես որ սիրելի քաղաքացիներ, դուք ապահովված եք։ Շնորհակալություն։ Արմեն Ուրիկ Յուրեղյան